Շատ կանչ կխոսեմ, որովհետև գործընկերներս շատ տարբեր մտքեր արտահայտեցին, մի մասի հետ համաձայն եմ, մի մասի հետ համաձայն չեմ, սակայն այն, որ պետք է այս հարցին շատ լուրջ վերաբերվել, դա բոլորս ենք ընկալում, որովհետև եթե կա խնդիր եւ այդ խնդիրը հասել է արդեն այստեղ, ուրեմն ահագնացող մենք ինչ-որ խնդիր ունենք, որի լուծման համար մենք պիտի արդեն գործնական քայլեր ձեռնարկենք եւ Պարոն Քոչարյանը շատ ճիշտ ասաց, պարոն Քոչարյան, շնորհակալություն ձեր նկատառման համար, երբ մենք բերում ենք միջազգային փորձը, մենք շատ առանձնահատկություններ հաշվի չենք առնում, որովհետև շատ առանձնահատկություններ կան, որոնք հատուկ են հենց այդ երկրներին եւ հատուկ չեն մեր երկրին եւ պիտի ավելի շատ տեղայնացնենք եւ պարոն Սարգսյանը իրոք մեծ աշխատանք է կատարել, պարոն Սարգսյան, շնորհակալություն, դուք շատ մեծ աշխատանք եք կատարել, շատ մեծ վերլուծություններ եք արել եւ պիտի գտնենք այն ճիշտ լուծումը, որը կկանխարգելի, որովհետև մենք կարող ենք ամենածանր պատիժները, դա ամենահեշտն է, կարծում եմ այս պահին ամենածանր պատիժները դնել եւ ասել, որ ցմահ, չգիտեմ, ամենավատ պատիժները, սակայն կանխարգելման մասին մի տեսակ որևէ խոսակցություն չի գնում եւ կանխարգելման հետ կապված արդեն քրեական ոստիկանությունը պիտի խոսի, պիտի կանխարգելման հարցերը քննարկենք ավելի մանրամասն, որովհետև ամեն ինչ սկսվում է այդտեղից։ Եթե կանխարգելումը չբերի այն հաջողություններին, որը մենք տեսնենք, որ օրինակ դնենք ինչ-որ իմ կարծիքն եմ ասում, չգիտեմ դա ճիշտ է թե սխալ, դնենք ինչ-որ ժամկետներ կանխարգելման հետ կապված։ Տիկին Մինասյանը խոսեց մաքսային հսկողությունից, այսինքն այս մեր քննարկման արդյունքում կարելի է յուրաքանչյուրիս մտքերից վերցնել ամենաօպտիմալը, ամենաճիշտը կամ թվացial ճիշտը եւ որոշել թե ինչ կարելի անել, բայց միանգամից խստացնելը պիտի հասկանանք նաեւ պարոն Քոչարյանի ասած 14 տարեկանների հետ կապված, 16 տարեկանների հետ կապված, երբեմն ազդեցության տակ ընկնող երիտասարդների հետ կապված, որոնք գուցե չեն հասկանում եւ ինչ որ ընկերների ազդեցության տակ են ընկնում, գումարի գայթակղությանն են տրվում, շատ հեշտ գումար վաստակելու գայթակղությունը այդ տարիքում ամենահեշտն է։ Եվ ծնողները առհասարակ չեն էլ իմանում իրանց երեխաները գնում են դպրոց, չգիտեն, գնացին դպրոց, թե դպրոցից հետո ինչ արեցին։ Այդտեղ դպրոց, կանխարգելում, ոստիկանություն, մի ամբողջ համակարգ պիտի գործի եւ ես կարծում եմ այդ համակարգը չի գործում։ Եվ եթե այդ համակարգը գործեր, եկեք անկեղծ լինենք, եթե այդ համակարգը գործեր, ապա պարոն Սարգսյանը նման խիստ միջոցների առաջարկությամբ հանդես չէր գա։ Ես կարծում եմ մենք կաղում ենք կոնկրետ այդ շղթայում դպրոց, ծնող, ոստիկանություն, նույնիսկ պարոն Նազարյան, ձեր կարծիքը իհարկե մի քիչ ծայրահեղ էր, բայց Իմ կողմից ընդունելի էր անկեղծ ասած, գուցե մենք ծայրահեղ ենք եւ մարդու իրավունքների դեմ է դա, բայց այդ նույնիսկ այդ ստուգումները տիկին Մինասյանը ծանրատանում իմ ասածը, բայց կանխարգելման համար չգիտեմ, երբեմն բոլոր մեթոդներն էլ արդարացված են։ Բոլոր մեթոդներն էլ կարծում եմ արդարացված են, եթե դրական արդյունք կբերեն։ Պարոն Սարգսյան, կարծում եմ մի քիչ էլ այդ հարցով պիտի քննարկում կազմակերպենք Եվ հասկանանք իրականում ով է կաղում եւ ով չի իր աշխատանքը լավ կատարում։ Դե չեմ ուզում մեզ առանձնացնել, պարոն Նազարյան, մենք էլ այդ օղակի այդ շղթայի մի մասն ենք։ Հետևաբար եկեք մի հատ էլ չգիտեմ, իհարկե քննարկումները միշտ ավելի դանդաղեցնում են գործընթացի արդյունքը, բայց գուցե մի քննարկում էլ ունենանք, հասկանանք մի խոսքով ով է իր վրա պատասխանատվություն վերցնելու, որ այս օղակը պիտի լավ գործ, այս շղթան պիտի լավ գործ, եւ բոլոր օղակները պիտի անեն իրենց գործը, ոչ թե մատերի արանքով նայեն, ասեն, դե մենք արեցինք ծնողի հետ խոսեցինք, հետո իմանանք, որ ծնողի հետ տենց խոսել են, էլի։ Հետո նույն տեղը նորից հավաքվում է, հետո նորից շաբաթօրյակ բոլորս ուրախանում ենք։ Իմ կարծիքով կանխարգելման վրա պիտի ամենամեծ ուշադրությունը դարձնենք, հետո անցնենք նաև եւ ոչ թե հետո անցնենք, այլ թեկուզ միասին անցնենք
բայց կանխարգելման վրա ուշադրություն դարձնելը իմ կարծիքով կարևորագույն կետերից մեկն է, պարոն Սարգսյան, կարծում եմ բոլորս պիտի դրա վրա ուշադրություն դարձնենք, շնորհակալություն։